16 համարը։ Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից եւ ահա երկինքը բացվեց նրան եւ տեսավ Աստծո հոգին, որ աղավնակերպ իջնում էր ու գալիս էր իր վրա։ Եվ ահա երկինքից ձայն լսվեց, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը։ Ստեղ նաև մեկ այլ գեղեցիկ պատկեր ենք տեսնում, երրորդության պատկերն ենք տեսնում։ Ես ցավով կարող եմ ասել, որ այսօր շատ նույնիսկ հավատացյալ առաջնորդներ կան, որոնք կանգնում ու ասում են, որ երրորդությունը այնպես ինչպես որ մենք հավատում ենք, գոյություն չունի։ Հայր Աստված ժամանակին որպես հայր էր ներկայացել, հետո ժամանակի ընթացքում Հայր Աստվածը վերափոխվեց դառավ Հիսուս, որպես Հիսուս ներկայացավ մարդկանց, եւ հիմա էլ Հիսուս գնաց եւ Աստված ներկայանում է մեզ որպես Սուրբ Հոգի։ Սա հերետիկոսություն է։ Հա, աղանդ է, սա ճշմարտություն չէ, որովհետև երբ որ մենք նման մոտեցում ենք ցուցաբերում, ուզում ենք ասենք, որ ուղղակի թատրոն էր, Հիսուսի համար թատրոն էր։ Երբ որ Հիսուս աղոթք էր անում հորը, հայրը երկնքում չէր, հայրը չկար, ինքն էր երկրից վրա, էր այդ բան որպես Հիսուս էր, բայց ոնց էր աղոթում, չգիտենք, այսինքն խաբում էր։ Ու նման շատ իրավիճակներ, երբ որ տեսնում ենք հայտնության գիրքը, տեսնում ենք, որ Հիսուս հիմա հոր աջ կողմը նստած, այդ դեպքում ոնց է ստացվում, ոչ հայրը կա, ոչ էլ որդին կա, որտեվ հիմա Սուրբ Հոգին է, հասկանում եք, դրա մեջ շատ խորքային խնդիրներ կա, բայց այստեղ ինչ տեսանք, միաժամանակ եւ հայրը եւ որդին եւ Սուրբ Հոգին, միաժամանակ երեքը մեկ տեղում էին, երեքը ներկայացան մարդկանց։ Եվ այս մկրտության շրջանակում տեսանք, որ Հիսուս ցույց տվեց կատարյալ հնազանդություն եւ դրան ի պատասխան հայրը ինչ ասեց. Սա իմ սիրելի որդին։ Սա իմ սիրելի որդին, որի վրա է իմ հաճությունը, լիարժեք հաճությունը, ամբողջությամբ այն ամեն ինչ որ ինքը անում է, ինձ այդ ամեն ինչը հաճույք է պատճառում, հաճելի է։